Որել որպես մշակութային քաղաքականություն, ես կարծեմ սխալ է։ Թող վերցնի մեկը ցույց տա, վիդեո բոլորը նայելու են։ Այն որ չի ուզում նայել է նայելու 20 րոպե հետո անջատել է, որտեղ հասկանում էր իրան խապել են։ Ինքը պորնո էր սպասում, դեռ բացարձակ պորնո։ Ավելի շատ սիմվոլիկ է։ Տան բաց տեսարաններ կան, բայց ֆիլմը լրիվ ուրիշ բանի մասին է։ Պորնո տեսարան։ Ուրեմն Պերեմոտկայով է նայելու։ Իտալիաներ թվայնականացված։ Դա 90-ական թվերից։ Դնելու է Պերեմոտկով նայ այդ ֆիլմը, չի նայելու, դե այդտեղ է նման։ Ուղղակի մի բանի վրա ուզում եմ հարցը ուշացնում դասեն, ընդհանրապես մեկ ինչ կինոներ ենք նայում, ու անունը դնում ենք բարձրագույն արժեքներ։ Դա հետաքրքիր հարց է։ Այս օրինակ Wolf Wall Street։ Ով է դնում բարձրագույն արժեք։ Որտեղ է։ Այդ հենց հիմա ցուցադրվում է այդ նույն կինոթատրոնում։ Արած 4 րոպե 45 վայրկյան ֆակ բառը քանի անգամ է հնչում այդ ֆիլմում 4 րոպե ֆակ Ես դերեկ եմ նայել այդ ֆիլմը։ Տանը որ դրանով վերջանար էլի լավ է։ Մեկ մտածեք ինչ են ցույց տալիս Գիտեք, մեր տարիքի մարդիկ ենթադրում կամ ավելի հասուն, իրենք կդիմանան այս ֆիլմերը, բայց ֆիլմերը գնում են 16, 17, 18 տարեկանները։ Այս Wall Street-ի, Wall Street-ի շատ հավանական է Օսկարներ ստանա, բայց ես ասեմ իմ անձնական տպավորությունն է, որ տեսել եմ ֆիլմից, ուրեմն ֆիլմում արդեն ցույց են տալիս օրգանները սեռական մի քանի դրվագում, ֆիլմում ամբողջովին սեքսի պահով է գնում, ես իմ գլուխը ես իմ որտեղից է հանում, այս ֆակ բառերը ասում 4 րոպե 45 վայրկյան, sense կտրել են մենակ ֆակ բառը քանի անգամ օգտագործում։ Ի վերջո այս սերունդը ինչ է նայելու։ Իսկ միգուցե կարելի է նաև այնպես անել, որ ոչ թե կինոթատրոնը գնա հանդիսատեսի ճաշակի հետևից, այլ մի քիչ ավելացնի ճաշակը, միգուցե դրա մասին մտածի։ Միգուցե դա լավ է, որ կապիտալիզմի օրոք մոռացեք նման։ Միգուցե դա լավ է, որ նիֆոմանական ցույց չտվեցին, միգուցե իրոք կար ինչ-որ բողոք, չնայած ես չեմ հավատում, որ այդ բողոք կար, բայց միգուցե ժամանակն է ստոպ տալ։ Չէ, որովհետև լսել են Սկորսեզը, լսել են Դիկապրիո, գնացել են մի շրջան ֆակտ։ Ես ֆիլմի հանդեպ նման տրամադրվածություն չունեմ ճիշտ։ Այս ֆիլմը, որի մեջ կան շատ բաց տեսարաններ, Սկորսեզեի վերջին ֆիլմի մասին է խոսքը Wall Street-ի գայլը, այդ կինոթատրոնում անարգել ցուցադրվում է, ընդ որում մի քանի դահլիճում առավոտից երեկո առանց տարիքային սահմանափակման եւ դրա դեմ բողոքող չկա, այսինքն ռեալ ինչ որ ցուցադրվում է դրա դեմ բողոքող չկա, իսկ մի ֆիլմ, որը հայտնի չի ինչի մասին է, դրա դեմ բոլորը բողոքում են եւ դա հանվում է ցուցադրությունից, որտեղ է տրամաբանությունը։ Չէ, բայց բոլորը ոնց են բողոքում, այդ ով է նստել հաշվել, ով է բողոքողները։ Իրանք են նստել։ Մենք կարող ենք ենթադրենք, պարզապես սա այդ կինոթատրոնի կամայականությունն է։ Այսքան ժամանակ չեն տեսել, որ ասեն ֆիլմը վատն է, դրա հետ կապված, հա, որևէ դիտարկում մարքեթինգ հետո մեկադրում Մի վարքյան, հիմա այս պարագայում դա այդքան էական է, որ մենք պարզենք, թե այդ կինոթատրոնի կամայականությունն է, թե չէ։ Այս պարագայում, մի րոպե, ներեցեք, այս պարագայում կարևոր է բուն երևույթը, այսինքն մի կինոթատրոն, որը կամովին ինքնակամ, ինքնակոչ ձևով ստանձնում է ցենզորի գրաքննիչի դեր եւ որոշում է, թե հասարակության անդամները ինչ պետք է նայեն, ինչ չպետք է նայեն։ Եթե նույնիսկ հասարակության մի մասը դեմ է այդ ֆիլմի ցուցադրությանը, միևնույն է իրավունք չունի իր կարծիքը հայեցակետը տեսակետը փաթաթելու հասարակության մյուս անդամների վզին։ Եթե մենք անպագորբոր հայտարարում ենք, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ժողովրդավարություն է կառուցվում, դա անհեթեթություն է, դա ամբողջատիրության տոտալիտարիզմի սովետի մնացուկ է, եթե մենք այդ ձևով մտածենք։ Եթե դա պորնո է, չէ, բայց պորնո չէ, հասարակության մի մասի իրավունք ունի, չէ, բողոքել եւ պաշտպանել իր իրավունքները, որպեսզի իր երեխեքը իր փոքր ես դրա մասին չեմ ախր խոսում։ Մի վարքյան մի րոպե, շատ ներողություն։ Բայց հերոստատեսությամբ են ցույց տալիս։ Հերոստատեսությամբ, հա, դնում։ Մի րոպե։ Այստեղ ամենա լպարշի հերոստատեսությամբ այդ ֆիլմը ինչքան կրճատած ցույց կտա։ Մի վարքյան ես մի բան ասեմ, հա։ Ամբողջ խնդիրը նա է, որ պորնոյի մասին խոսակցությունները ընթանում են ընդհանրապես մեր անգիտության շուրջը, այսինքն մենք բոլորս բավականաչափ տեղյակ չենք, ով է Լարս ֆոն Տրիերը, ինչ է նկարել, ինչ ուղի է անցել եւ ինչ ֆիլմ է ներկայացրել։ Այ խնդիրը դա է։ Եվ ես այսքանի օր աջ կոտորվեցի հարցազրույցներ տալով ու չգիտեմ ինչեր անելով, ոչ մի լրագրող չկա, որ ինձ հարցնի, այ եղբայր, մի հատ մի երկու բառով ասա, այս Լարս ֆոն Տրիերը ով է, ընդհանրապես ինչ է արել կինոյի պատմության մեջ։ Ոչ էլ գիտեն, իրանց տված հարցերի անտեղյակությունից դա է բխում։ Եվ այդ անտեղյակությունը բխում է նաև այդ կինոթատրոնի մենեջմենթի բաժնից, որը ներկայացնում է, ասում եմ, Եվրոպայի թիվ 1 ռեժիսորի աշխարհի այսօր գործող խոշորագույն ռեժիսորներից մեկի ֆիլմը, որպես
որպես պորնոգրաֆիկ աշխատանք եւ այդ խայծը նետելով հասարակության կամ մամուլի բերանը ստիպում է խոսել պորնոգրաֆիայի թույլատրելիության եւ ոչ թույլատրելիության մասին։ Այս իրելիներս խոսքը դրա մասին չի։ Այս ֆիլմը պորնոգրաֆիայի նմուշ չի, այս ֆիլմը art house-ի բարձրակարգ կինեմատոգրաֆի նմուշ է։ Ինչ վերաբերում է այդ ձեր համարած պորնոյին, խոսքը ընդամենը, չգիտեմ, soft կամ hard էրոտիկայի կամ սեքսի մասին է, որը Lars von Trier-ի ֆիլմերում կամ 90-ական, մի վարքան, վերջացնեմ նոր կընդհատեք, որը նա նկարում է դեռևս 90-ականներից։ Եթե նայել եք ճեղքելով ալիքները, այնտեղ արդեն եւ սերական անդամներ են ցուցադրվում եւ ակտեր են ցուցադրվում, եթե նայել եք ապուշները ֆիլմը, այնտեղ ինքը նույնիսկ գրավիրել է պորնո դերասանների, որոնք մի տեսարանում խաղում են պորնո դրվագ։ Բայց դրա պատճառով Lars von Trier-ը դեռևս պորնոգրաֆի անուն չի հանել։ Այդ ծիծաղելի է ուղղակի, ինչ որ մենք քննարկում ենք եւ արդյոք դա պորնո է թե չէ։ Դա միանշանակորեն ծիծաղելի է, որովհետեւ Lars von Trier-ի պարագայում պորնոգրաֆիայի պահ չի կարող լինի, եթե նույնիսկ այդ ֆիլմում օգտագործված են պորնոգրաֆիայի տարրեր։ Եվ ընդհանրապես 68 թվականից հետո երբ որ սեքսուալ հեղափոխություն է կատարվել, կինոն գնալով ազատականացել է եւ սեքսի ոլորտը, սեռական հարաբերությունները եւ այլն ցուցադրվել են բազմաթիվ ֆիլմերում։ Ես չգիտեմ Նագիսա Օշիմայի ֆիլմում, չգիտեմ Պատրի Շերոյի, ես ինչ գիտեմ Կատրին Բրեայի ֆիլմերում տասնյակ ռեժիսորների անուններ կարելի է տալ, որոնք լուրջ կինեմատոգրաֆի ներկայացուցիչներ են եւ իրենց ֆիլմերում խոսում են, ցուցադրում են մարդու սեքսուալ կյանքը, սեքսուալ հարաբերությունները եւ այլն, բայց նրանք ոչ մեկը պորնոգրաֆիայի շարքը չի դասվել։ Մի քիչ թույլ տվեք ոնց Ինչ անշակ, պորնոգրաֆիան դուք ոնց կարա կինոյի ասում են գերմանական լավ կինոները էլի բարձրագույն արվեստ է, ըստ իրենց ռեժիսորների։ Ինչ գերմանական լավ կինոներ։ կինոներ։ Շապոչկա ընդհանրեն։ Դա լավ կինո է, համարում։ Այլ ռեժիսորի համար կարող է դա ֆանտաստիկ է։ Ձեր համար եմ ես հարցնում, իր ռեժիսորի Լավ համար։ երուդիցիա։ Համար ընդհանրապես եթե ֆիլմում կա Ոչ, իր ռեժիսորի համար է լավ օրգաններ կամ սեռական ավտոցուցադրում, դա արդեն պորնո է։ Հեքիաթ։ Չէ, այդ շատ մեխանիկական մոտքություն։ Դա կարա պորնո հեքիաթ։ Նագիսա Օշիմայի զգացմունքների կայսրությունը ամբողջովին կազմված է սեռական սադոմազոխիստական ակտերից, բայց այդ ֆիլմը art house-ի եւ բարձրակարգ կինոյի նմուշ է, պորնոգրաֆիայի հետ ոչ մի Եվ առնչություն ինչ բարձրացրեց այդ ֆիլմը Ֆրանսիայում արկել է։ Ընդհանրապես կինոգիտության մեջ այդպես է ներկայացված։ Ես կինոգետներն այն ինչի հասարակությունը պետք է այդ բարձրաժեք սադոմազոխիզմը։ հասարակությունն էլ անայում, ով որ պետք է նայում, դուք չեք ուզում մի նայեք, այդքան բան։ Ես ոչ թե չեմ ուզում չեմ նայ, ես նա կնսկանը որ ուրիշներն չեն։ Չէ, մի հատ հարց տամ, եթե տենց ենք վերցնում, Դավիթը պորնոգրաֆիա է Միքելանջելոյի, թե չէ։ Այդ կինոն այ գրգռում մյուսին բռնաբարյով է դրա պատճառով։ Չէ, Դավիթը պորնոգրաֆիա է, նա դիսկը բացատրել։ Չէ, դուք ընդհանրապես ինչեր եմ լսում։ կոնտինգենտը նայեք ով է գնում այդ բարձրաժեք սադոմազոներն են, որ դա ինչեր են խոսում, ու ինչեր են անում։ Գիտեք ինչ կա, եթե մարդը հակված ինչ որ մեկը բնաբարել, որը կինոյի Ես մի բան պատասխանեմ, կներեք, ավելի վտանգավոր է այն ֆիլմերը, որ հիմա են գնում նայեն, ավելի վտանգավոր է։ Ամենավտանգավորը մեր սերիալներն են հայկական։ Չէ, դրանից վտանգավոր է։ Կինո Մոսկվա գնացեք, տեսեք ինչեր է գնում էկրանի վրա։ Դա 1000 անգամ ավելի վտանգավոր է։ ասում, որովհետև եթե կինոթատրոնը իր տարածքը համարում է ընտանեկան, Աստծո սիրուն թող ընտանեկան տարածքը թողի բուն իմաստով ընտանեկան տարածքին, էլի առիթ եմ ունեցի ասելու։ Ընտանեկան տարածքը բնակարանն է, տունն է, որտեղ ապրում է ընտանիք, եւ որը ամեն օր առավոտից իրիկուն առանց տալիքային ժամային սահմանափակման նայում է այդ եթերային աղբը գռեհկության, սադիզմի, բռնության, անճաշակության այդ հեղեղը, որ ամիսներով, տարիներով թափվում է էկրանից։ Դրա մասին մտածել։ Պորնոգրաֆիան դա է, որը փչացնում է նոր սերնդին, մանավանդ որ ոչ մի ժամային սահմանափակում չկա, դրսից եկող մարդիկ ապշում են։ Բռնության, ընտանեկան բռնության տեսարաններ օրը ցերեկով ցուցադրվում են։ Եվ դա համարվում է շատ նորմալ բան։ Ինչ գրայկություն, ինչ փողոցային ժարգոն, ես չգիտեմ։ Որտեղ Lars von Trier-ը կարող է փոխել նկարը, իրենք չեն կարող նկարել։ Չէ, ընդհանրապես Իրանք շատ հերո են Lars von Trier-ի հետ, որ մեկն է ուզեղավ։ ագրեսիա, սեքս ամեն տեղ է։ Այդ ֆիլմերը իսկի կինոյի հետ կապել չունեն։ Դիանա Գրիգորյանը մի հատ պորնո բան գրի։ Լավ եկեք չհիշատակ։ Ոչ Դիանա Գրիգորյանը ինձ մենակ պորնո է գրում։ Ուրիշ բան չի գրել։ Գրում ես կգրեմ, ես Lars von Trier-ի։ Չէ, բայց ինքը պորնոից բացի բան չի գրել։ Եթե բռնություն որոշ արգելք պետք է լինի ամեն դեպքում։ Վաղնել եմ վերում սերիալ, ի՞նչ է պատահել։ Գիտեք, այստեղ իրականում խորքային խնդիր է ավելի ինձ թվում, որովհետև նորից եմ կրկնում, արդյոք պատրաստ է հասարակությունը նման թեմաներից խոսելու,
Սա ավելի շատ խորքային է, որովհետև խանժեստողուց է կներեք հայերը։ Կերծ բարեպաշտություն։ Կերծ բարեպաշտության խնդիր կա մեր հասարակությունում։ Որտեւ հայերն էլ պրաբիրկայից չեն ծնվում, չէ՞, ինձ թվում է, բոլորը գիտեն, որ ոչ առագիլն է բերում, ոչ էլ կոլոնավորում են, ոչ էլ բան, նորմալ ոնց որ ֆիլիպինցիք, ոնց որ վիետնամացիք, ամերիկացիք եւ ֆրանսիացիք։ Եվ դա սեքսը մարդու կյանքում շատ մեծ դեր է խաղում։ Ինչ չափի կարելի է խոսել դրա մասին եւ ինչ տեսանկյունից։ Ես սա ակնկալեմ, կներեք մի վարքյան։ Կոնտեքստի մասին է խոսքը, երբ որ ֆիլմը նկարահանվում է զուտ մենակ նրա համար, որ մարդուն գրգռել, ոչ առողջ գրգռել, բայց դա պոռնոգրաֆիա է կոչվում։ Եթե սեքսը միջոց է խոսալու ինչ-որ շատ խորքային հոգեբանական խնդիրների մասին, որովհետև մենք տեսնում ենք ինչա կատարվում։ Ուզում եք մի քանի եզր բերեմ, սկսած մակիաժից հայկական հագնվելու տեսքից, որ լուրջ խնդիրներ կա սեքսուալ հասարակության մեջ։ Շատ լուրջ խնդիրներ կա։ Չեմ ուզում այլանդակն բառեր ասել, որը շատ դժվար է, սուբլիմացիայի մոմենտ կա, որովհետև նենց է ճզմված, որ ճակում դուրս է գալի մի սարսափելի տեսանկյուններից։ Անճաշակության եւ կինոինդուստրիան է, որ այսքան Չէ, սա պոռնոինդուստրիայից ամբողջ խապկանքը դրա մեջ է։ Կինոինդուստրիան, որ այսքան ժամանակ 20 տարում ձևափոխել է մի սերունդ, որը բացի սեքսից, ագրեսիայից, կայֆերից ուրիշ ոչ ոք չի ուզում։ Լավ, հիմա մի հատ հաղորդում կա, չգիտեմ որ կանալով խոսում են սեքսը մեծ քաղաքում չի, ազնությամբ չգիտեմ որ կանալն է։ Չգիտեմ, երկար ծիծաղում եմ որ զալ ասում, երկար։ Ես կոմեդիայի նման դա նայում եմ, շատ զավեշտալի է։ Ընդհանրապես թեմա չկա։ Դե գիտեք ինչ, սերիալներն են լուրջ ընդունում, լաց են լինում, բայց ախր իրականում ավելի վտանգավոր է համաձայն եմ։ Անճաշակությունը ավելի վտանգավոր է։ Տարբեր սեռավարակ հիվանդություններ են կպնում, աբորտներ։ Է գնալու են դա։ Հիվանդանում են, չբերություն, խնդիրներ։ Բայց դա ինչի՞ց է գալիս։ Եվ դրա մեղավորը նաև կինոինդուստրիան է։ Ես մի հատ հարց եմ ուզում ձեզ տալ։ Քանի որ այս թեման կինոինդուստրիա է, եթե մարդը ծնված օրից չի ստանում, կինոինդուստրիանը թե մեղք ունի, որտե ամառ ստանում ես երկրում սեռական գրագիտություն, ընտանիքում չի ստանում, դպրոցում չի ստանում, բուհում չի ստանում, այսինքն սեքսի մասին իր գիտելիքները որևէ մեկը դից սպասի ինչ տվյալներ մենք ունենք այսօր սեռավարակների մասին կամ բանի առաջի սեռական փորձը ինչ է կատարվում։ Ես թռուցիկ ստեղից ընդեղից հարցնելուց խայտարակ վիճակ է, խայտարակ վիճակ է, տաբու տա, այո, տաբու է դրած։ նորմալ ապրելա դրամալ է։ Բաց խրցեք մենք պոռնոյի մասին չենք խոսում։ Դրամալ կերտ բարեպաշտություն։ Ես պոռնոյի առաջի թշնամիներից եմ։ Առաջի թշնամիներից եմ, որտեղ պոռնոն բառեզուն իմաստով զգացմունքային աշխարհը ոչնչացնող համար մեկ բանն է։ Առավել եւս երիտասարդի։ Բայց մենք դրա մասին չենք խոսում, ասու սիրո։ Դե էս էլ է։ Պոռնոյի մասին չի։ Նույն իմպերիա ճուստվա Օշիմայի երբ որ գնաց Ֆրանսիայում գիտեք ինչ էր կատարվում։ Կինոթատրոնը վառում էին, քարկոծում էին ֆրանսիացիները, որ այդ ֆիլմը չցուցադրեն։ Այսօր կլասիկա է, դե գիշեր ցերեկ գնում, այդ կինոթատրոն կա բանում Մոնմարտրում, գիշեր ցերեկ։ Երբ գնաց այդ ֆիլմն է գնում։ Չէ, ուղղակի մյուս ծայրահեղության գիրկը չընկնենք, էլի, ասենք այս հասարակությունը, չգիտեմ, Չէ, մի խառնեք հերոստատեսություն եւ կինոթատրոն։ Հերոստատեսությունը մտնում է իմ տուն, ինձ չի հարցնում, չի հարցնում։ Իսկ դեռ ես կարող եմ առնել կամ չառնել։ Լինի մի քանի բաներ արգելված լինի։ Իլյան ջան, այդ չափը գրողը ով է։ Պոռնո է նկարում, չէ՞, ասեն վախ էս ինչ։ Ո՞վ է դուք նոր Ով է այդ չափը, ով է։ Լարս ֆոն Տրիերը ինչ-որ հոմոսեքսուալիզմի պրոպագանդան են։ Չէ, ստեղ իրականում եւ կինոքննադատները եւ կինոգետները մեծ բաց թողում ունեն, մեծագույն բաց թողում, որ ձեռները լվացել են դուրս են եկել, դրա համար այսպես նստած են մարդիկ, որոնք կոմպետենտ չեն եւ փորձում են ինչ որ եզրներ գտնել ու բացատրել որտեղ է չափորոշիչները, ինչա էրոտիկան, ինչա սեքս, ինչա պոռնոգրաֆիան։ Չէ, Ռուսաստանում էր, ես ամբողջ այդ բանը որ գնում էր պարլամենտում, ես կարդում էի, մարազմի էր ասնում ուղղակի։ Եթե կա խոշոր պլանով սեռական օրգաններ, դա պոռնոգրաֆիա։ Ասում եմ, բալավ, Դավիթը Միքելանջելոյի պոռնոգրաֆիա, սեռական օրգանը, տղամարդու, Դա ամբողջ վերածնությանը փոխչություն։ Բայց ինքը անշարժ է։ Անշարժ է, ուրեմն խնդիրը շարժման մեջ է։ Ուրեմն բարձում է էրեկցիայի մեջ է։ Կարելի է առանց էրեկցիայի ստալ, չէ, չի կարելի դա պոռնոգրաֆիա։ Շատ բարդ է այդ որոշելը։ Դրա համար դուք ստեղ մեծ դեր ունեք խաղալու կինոքննադատները եւ կինոգետները։ Ոչ միայն։ Այդ բոլոր հարցերը հանգում են, թե մարդը այս երկրում ոնց է ծնվում մեծանում եւ ինչ սեռական գրագիտություն է ստանում։ Խնդիրներն էկզաmen Այդ ոլորտը դատար կա, անապատ է, խոպան է, մարդը սեռական դաստիարակություն չի ստանում բացատրել։ Իսկ որ ոլորտը դադար չի, որը դադար չի։ Ապրել ենք 70 տարի սովետական միության տաբուները, մինչև այդ մեր պապական տատական ավանդույթներով նորմալ զարգացել ենք, ապրել ենք, երեխա ենք ունեցել, ընտանիք ենք կազմել։ Ինչ վատ բան կար այդ տաբուների մեջ։ Թե հիմա որ
մասին եք խոսում աբորտերի քանակը թե որ դուք եք բոլորի անունից հանդես գալի։ Շատ նորմալ է ապրել։ Խնդրում եմ դրանից խոսեք, էլի բոլորի անունից հանդես մի եկեք մենեջերի պես։ Կաներեք, էլի 4 Ինչ մոլուց քան խոսել բոլորի Խորհրդային անունից։ միության փլուզման Ձեր անձի անունից 4 միլիոն մարդ էր ապրում Հայաստանում, շատ նորմալ է։ Տիգրան ջան, բայց դուք երիտասարդ եք։ 20 տարում Դուք սովետականության ժամանակից եք։ Ես լավ հիշում եմ, ես շատ ազատ մարդ էի։ Ես տանել չեմ կարողացել կոմունիստներին։ հայերը որոշ տաղուներ ջարդում են, երեքին սոչ էին։ Մենք տափուկ ենք։ Տափուկ, ամեն ինչ կար ու շատ։ Ուղղակի չեն խոսում ու տափուկ է կոծկված։ Չի կարելի հիմա։ Մի խոսացեք։ Ես հիմա տվյալները Չէ, խնդիրներ ունենք, որ պիտի խոսանք։ Պիտի Դրանք խոսենք։ ուրիշ հարցեր են, այս խնդրի հետ եթե մենք ծավալենք շատ խոր հեռուները կգնանք։